Ողջույն Արմինե ջան, այսօր մենք խոսելու ենք քրեական դատավարությունից, մասնավորապես խափանման միջոցներից։ Շատ դեպքերում քաղաքացիներ չեն հասկանում, թե ինչ է իրենց ներկայացնում խափանման միջոցը, ու շատ դեպքերում նաև մտածում են, թե դա ազատազրկում է, պատիժ է եւ նմանատիպ, կարծրատիպային, այսպես ասած, մտածելակերպ ունեն այս ոլորտի հետ կապված։ Այ կուզենայի նշեք, թե ինչ է իրենից ներկայացնում խափանման միջոցը։ Ողջույն Նարեկ ջան, խափանման միջոցները դրանք հարկադրանքի միջոցներ են, որոնք կիրառվում են քրեական վարույթի ընթացքում, մեղադրյալի պատշաճ վարքագիծը, ինչպես նաև նրա փախուստը եւ ապահովելու համար։ Դա ինչպես է լինում ընթացակարգը, ոնց է լինում մեղադրող կողմը, ներկայացնում է համապատասխան որոշում։ Տեսեք, ունենք խափանման միջոց կալանք եւ այլ ընտրանքային խափանման միջոցներ, որոնք թվով 8-ն են։ Առավել հաճախ հանդիպում է պրակտիկայում տնային կալանք, վարչական հսկողություն, բացակայելու արգելք, անձնական երաշխավորություն, պաշտոնավարման կասեցում, գրավ։ Իսկ առավել հաճախ կիրառվում է կալանքը որպես այդպիսին եւ ինքը անձի ֆիզիկական ազատությունն է սահմանափակում։ Կիրառվում է բացառապես դատարանի որոշմամբ սահմանված ժամկետում եւ անձը այդ ընթացքում պահվում է կալանավայրում։ Ի տարբերություն կալանքի, որը ամենախիստ խափանման միջոցն է, տնային կալանքի դեպքում եւս սահմանափակվում է անձի ֆիզիկական ազատությունը, սակայն տնային կալանքի պայմանը հետեւյալն է, որպեսզի մեղադրյալը չբացակայի դատարանի որոշմամբ նշված բնակության վայրից։ Այդ ընթացքում մեղադրյալին հատկացվում են համապատասխան էլեկտրոնային սարքավորումներ, որոնք նա պարտավոր է անընդմեջ կրել իր վրա, չվնասել եւ պատասխանել պրոբացիայի ծառայության աշխատակիցների ազդանշաններին։ Վարչական վերահսկողությունը ինքը եւս դատարանի որոշմամբ կիրառվող խափանման միջոց է եւ չի սահմանափակում անձի ազատությունը, կարելի ասել, որ հիմնականում սահմանափակում է անձի տեղաշարժման ազատությունը, քանի որ դատարանի որոշմամբ անձը մեղադրյալն է սպառագայում մինչև 3 անգամ պետք է ներկայանա պրոբացիայի ծառայություն։ Ստացվում է, որ անձը զրկվում է իր առօրյան լիարժեք տնօրինելու հնարավորությունից, որովհետև ունի սահմանափակումներ համապատասխան մարմիններին ներկայանալու եւ իր ստորագրությամբ վավերացնելու։ Կներեք, նշեցիք 3 անգամ օրվա մեջ, 3 անգամ թե շաբաթական մինչև 3 անգամ, շաբաթական մինչև 3 անգամ։ Գրավը ինքը ավելի շատ գույքային խափանման միջոց է հանդիսանում եւ ավելի շատ ստեղծում է ֆինանսական երաշխիքներ։ Գրավ մուծած անձը, եթե դա մեղադրյալն է, ապա վերջում դատական ակնօրինական ուժի մեջ ստանալուց հետո, եթե չի խախտում խափանման միջոցի պայմանները, գրավը ետ է վերադարձվում։ Իսկ եթե խափանման միջոցի պայմանները խախտում են, այդ դեպքում արդեն դատախազի միջնորդությամբ գրավը դառնում է որպես պետության եկամուտ, ի դեպ ասեմ, որ գրավ կարող է վերցվել նաև անշարժ գույքը։ Անձնական երաշխավորության դեպքում արդեն ինքը ավելի շատ բարոյական, իրավական երաշխիքներ են, քանի որ երկու հեղինակավոր հեղինակություն ունեցող անձինք գրավոր պարտավորություն են ստանձնում մեղադրյալի պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով։ Եվ եթե մեղադրյալը խախտի խափանման միջոցի պայմանները, երաշխավորների հանդեպ պատասխանատվության միջոցներ են սահմանվում։ Տուժում են երաշխավորները, կարելի ասել։ Պետք է երկար մտածել նախքան երաշխավոր դառնալը։ Ինչը վերաբերում է արդեն բացակայելու արգելք խափանման միջոցին, ինքը եւս այլ ընտրանքային խափանման միջոց է հանդիսանում եւ երբ վարույթն իրականացնող մարմինը ենթադրություններ ունի, որ անձը մնալով ազատության մեջ կարող է լքել Հայաստանի Հանրապետության սահման, այդ կերպ դիմելով փախուստի, կարող է անձի նկատմամբ ընտրել այլ ընտրանքային խափանման միջոց բացակայելու արգելքի տեսքով։ Այսինքն յուրաքանչյուր խափանման միջոց յուրովի է սահմանում անձի իրավունքներն ու ազատությունները։ Մեկը սահմանափակում է ֆիզիկական ազատությունը, մյուսը տեղաշարժին, մյուսը արդեն ավելի գույքային բնույթ է կրում։ Ամեն դեպքում ինչ-որ մի իրավունք, այսպես ասած, կարելի ասել, սահմանափակվում է։ Բնականաբար, որովհետև նպատակը անձի վրա դնել պարտավորություն, ինչպես նաև կանխել փախուստ կամ նոր հանցագործության կատարում, այսինքն բացի թողի վիճակում թողնելով մեղադրյալին, դա այդքան էլ ճիշտ չէ, քանի որ մեղադրյալը կարող է օգտվել այդ իրավիճակից եւ արդեն դիմել անկանխատեսելի քայլերի։ Իսկ ինչպես է որոշվում, որ տվյալ անձի նկատմամբ պետք է կիրառվի հենց այդ խափանման միջոցը։ Ինչն են հաշվի առնում։ Կալանքի դեպքում կալանքը ինքը հանդիսանում է ամենախիստ խափանման միջոցը եւ պետք է կիրառվի բացառապես այն դեպքում, երբ մյուս խափանման միջոցները իզորու չեն ապահովելու մեղադրյալի պատշաճ վարքագիծ։ Սակայն ցավոք կարող եմ արձանագրել, որ այսօր մեծամասամբ կիրառվում են կալանքներ։ Օրենսդրական փոփոխություններ ունեցանք, որի արդյունքում տնային կալանք խափանման միջոցը
ի հայտ եկավ եւ նպատակը ավելի մեղմացնել, այո, կամ պայմաններով, այսպես ասած, սակայն ես այնքան էլ համաձայն չեմ այդ տեսակետի հետ, քանի որ կալանքը ինքը եւս տնային կալանքը ինքը կալանք է եւ ավելի խիստ սահմանափակումներով, օրինակ եթե կալանքի դեպքում մեղադրյալները ունեն 1 ժամ մաքուր օդի դուրս գալու հնարավորություն, տնային կալանքի դեպքում փաստորեն անձը այդ իրավունքը չունի։ Եթե կալանավորված անձը իրավունք ունի ուսում ստանալ, տնային կալանքի դեպքում անձը այդ իրավունքը չունի։ Եվ այստեղ շատ խնդիրներ են ի հետ գալիս, իսկ դատարանը բացառապես կալանք խափանման միջոցին ավելի շատ է հակված, քանի որ այսպես կարող եմ ասել, չեմ վախենա նաև այսպես արտահայտվել, հաճայանում են մեղադրողներին, հանրային մեղադրողներին, դրանով պայմանավորված, եթե օրինակ ծանր եւ առանձնապես ծանր հանցանքների դեպքում, այո, միգուցե բացառապես պետք է կալանավորել անձին, ոչ մեծ ծանրության հանցագործությունների դեպքում անձի նկատմամբ խափանման միջոց կալանք ընտրելը, ես չեմ կարծում, որ բխում է արդարադատության շահից։ Հետևաբար կան այլ ընտրանքային խափանման միջոցներ, որոնք իսկապես իզորու են ապահովելու անձի օրինական վարքագիծը եւ ընտրել բացառապես կալանք ես ճիշտ չեմ համարում։ Այսօր թեպետ կալանք կիրառելն էլ ունի իր նպատակները։ Ես կարծում եմ, որ հիմնական նպատակը անձի վրա հոգեբանական ճնշում գործադրելն է, որովհետև այդ կերպ վարույթն իրականացնող մարմինը կարողանում է կորզել ցանկալի ցուցմունքներ եւ այսօր շատ ցավով պետք է արձանագրենք նաեւ մի փաստ, որ կալանքը ունի պատժիչ նպատակ։ Այն դեպքում, երբ որ կալանքի նպատակները պատժի հետ առհասարակ համատեղելի չեն, կալանքի նպատակը այլ է ի սկզբանե եւ պատիժ կարող է սահմանվել միայն դատարանի վերջնական դատական ակտով։ Իրականում որ դուք նշում եք հոգեբանական առումով ուզում են ճնշել, հա, անձանց, որ միջնորդություն են ներկայացում եւ նրանց կալանավորում են, իմ պրակտիկայից մի դեպք եմ ուզում ներկայացնեմ, բնականաբար չեմ նշում անհասկանոնը, երբ որ ես գնում եմ տվյալ անձին տեսնելու եւ ասելով, որ գիտեք ինչ կա, մենք պետք է ներկայացնենք վերաքնիչ բողոք, որպեսզի հա այն կալանքից դուք ազատվեք։ Տվյալ անձը ինձ ասում է, ես չեմ ուզում դուրս գամ, ասում եմ, ինչի, ասում է, այստեղ շատ լավ է, իդեպ տորտ ունենք, կարող է ուզեք։ Ու հիմա ուզում եմ հասկանալ դա այդ տվյալ մարդու համար ինքը հոգեբանական առումով, հա, որևէ ճնշում չէր գործադրվում։ Իրան շատ հաճելի էր, ինքը պետության հաշվին կարելի է ասել, ուտում էր, տորտ էր ուտում ու այդտեղ էլ ինչ իրան նպատակը ինքը չէր հետապնդում, որպես այդպեսին։ Ունենք հասարակության տարբեր շերտեր եւ այդ շերտերով պայմանավորված նաեւ կան անձինք, ովքեր այո, կալանավայրերը միգուցե իրենց միայն ապաստարանն են, կարող եմ նաև այդպես ասել, չունեն ընտանիք, չունեն բնակարան եւ անօթևան ապրելուց հազար անգամ ավելի լավ է կալանավայրում գտնվել, որովհետեւ պետության հաշվին սնվում են, ուտում, ուսման, եթե ուսում իրենց հետաքրքիր է, ուսման դասերի են մասնակցում, այսինքն դա բնականաբար շատ ավելի գերադասելի է, իսկ այն մարդիկ, ովքեր հանգամանքների պատահական բերումով են հայտնվել կալանավայրերում, ունեն ընտանիք, զբաղվածություն, իրենցից ինչ-որ բան են ներկայացնում, այդ մարդիկ մեկ րոպե շուտ են ուզում կալանավայրից դուրս գալ։ Միգուցե նաև դրանով պայմանավորված։ Հա, իրականում հա, այդ էլ շատ տարբեր է։ Մեղադրող կողմը այնքան հոգեբան չի, որ հասկանա թե տվյալ մարդուն ճնշում է, թե չի ճնշում կամ առհասարակ հոգեբանական ճնշմանը, ես երբ ասացի հոգեբանական ճնշում, ինչի նկատի ունեի, մեր վարույթներով շատ են դեպքերը, երբ ի սկզբանե անձին ձերբակալում են, օրինակ սկսենք ամենասկզբից, եւ անձնական խուզարկությամբ ենթադրենք հայտնաբերում են 0.1 գրամ, չգիտեմ, մարիխուանա օրինակի համար։ Առաջին բանը, որ հորդորում է մասը քնիչը, ասա որ քոնն է, ասա որ քո օգտագործման համար է, որտեվ եթե քո օգտագործման համար է, համապատասխան քրեական վարույթ չենք նախաձեռնի։ Քաղաքացին չունենալով համապատասխան իրավագիտակցություն, ընդունած տվեց ինքնախոստովանական ցուցմունք։ Հետո չգիտես ոնց իրացում դրվեց այդ քաղաքացու վրա։ Հոգեբանական ճնշման այդ եղանակների մասին է խոսքը, ինչպես նաև հոգեբանական ճնշում, շատ հաճախ ունենում ենք դեպքեր, երբ օրինակ անձին հարկադիր բերման են ենթարկում եւ այդ ընթացքում անձի օրինակ ձեռնաշղթաներ են հագցնում եւ համապատասխան որոշակի, չգիտեմ, վնասներ են հասցնում։ Ընդհանուր ունենք դեպքեր, երբ անձին բռնության գործադրման եղանակով ցուցմունքներ են կորզում։ Երբ գնում ես կալանավայր, ուզում ես հասկանաս ինչի մասին է խոսքը,
Պաշտպանյալը տարակուսում է, ասի թե չասի, ասի այլ հետևանքներ կառաջանա, չասելու դեպքում ինքը հասկանում է, որ եթե պետքա կործանվեր, հիմա արդեն այլ հեռանկար չունենք, այլ ակնկալիքներ չպետք է ունենա։ Շատ հաճախ ունեցել ենք դեպքեր, երբ որ հանցագործության վերաբերյալ հաղորդումներ ենք ներկայացել հենց այդ նախնական բռնությունների մասով։ Հետո արդեն քնիչը ենթադրենք, եթե այդ ընթացքում մեքենան արգրավել էին թմրանյութերի գործով օրինակի համար ու պետք է համապատասխան դիմում պահանջի տեսքով համապատասխան արգրավումներ ու զրկություններ անելուց հետո ետ վերադարձնեն օրինակի համար, վախացնում են, ասում են մեքենան հետ չենք վերադարձնելու։ Տվյալ պետք է ինքնախոստովանական ցուցմունք, պետք է հրաժարվի ձեռնարկած քայլերից, այսինքն շատ հաճախ ունեցել եմ, երբ որ հաղորդում ուղարկել ենք հանցագործության վերաբերյալ, հետո քաղաքացին հետավարձել, որովհետև մտածել է, որ գործի համար դա գործին խոչընդոտ է։ Եվ ասեմ, որ չենք կարող շատ ստիպել, որովհետև առավելապես կալանավայրում գտնվող անձանց հոգեբանությունն, այսինքն իրանք գիտեն, իրանք ինչից են ճնշվում։ Մենք ազատության մեջ գտնվող անձինք ինչքան ուզենք մեր պաշտպանյալների համար լավը լինի, բայց իրականում այնտեղ կան գաղափարախոսություններ, կան ինչ-որ այլ հասկացողություններ, որոնց հետ մենք չենք բախվում եւ մենք չլինելով տեղի անց չենք տիրապետում ամբողջ ինֆորմացիային, հետեւաբար չենք էլ ստիպում, եթե չեն ուզում, հետ ենք վարձնում, առանց պարտադրելու, ի վերջո անձի իրավունքն է, ինքը պետք է ընտրի պաշտպանության ինչ մեխանիզմ է ուզում։ Իրականում դուք որ ներկայացնում եք, ես նաև նկատում եմ իրավունքների խախտումներ շատ դեպքերում ու հենց այս ընթացքում շատ պետք է որ յուրաքանչյուր անձ ունենա իր փաստաբանը, որպեսզի կարողանա ավելի լավ պաշտպանել։ Այս դեպքում եթե օրինակ չեն ունենում իրենց փաստաբանները, ինչ խնդիրներ է առաջանում կամ ինչ խորհուրդ կտաք տվյալ անձանց։ Առհասարակ բոլոր քաղաքացիներին հորդորում եմ հենց առաջին վայրկյանից սկսած ունենալ փաստաբան, որովհետև քաղաքացին լինելով ոչ իրավական գիտելիքներին տիրապետող, տնօրինող այդ անձնավորությունը չի կարող ինքնուրույն մարտավարություն մշակել եւ չի կարող հասկանալ ցուցմունքի որ հատվածն է պիտանի, որը չէ, ինչ պետք է ասվի, ինչ հաջորդականությամբ եւ ինչ չպետք է ասվի։ Շատ հաճախ հանդիպում ենք կրիտիկական դեպքերի, երբ որ անձը գնացել է իր պատկերացմամբ տվել ալիվ ճիշտ ցուցմունք, բայց մի քանի իր ցուցմունքով էլ մի քանի հոդվածներ ավել առաջադրվել հետա եկել։ Դրա համար հորդորում եմ, որպեսզի ի սկզբանե ունենան փաստաբան, որովհետև փաստաբանի առկայությամբ վարույթն իրականացնող մարմինն ավելի զգաստանում եւ զգոնանում է։ Վարույթն իրականացնող մարմինը հասկանում է, որ չի կարող այլևս օգտագործել մեղադրյալին իշա իրեն կամ հանցագործության բացահայտման, ինքն արդեն կաշկանդվում է անօրինականություններ կատարելով։ Եվ ի վերջո փաստաբանի ներկայությամբ քաղաքացին էլ ավելի պաշտպանված է, որովհետև փաստաբանը մեկ քայլ ավել գիտի, ինչ պետք է անի, ինչ հաջորդականությամբ եւ ճիշտ ժամանակին ճիշտ ներկայացրած միջնորդությունները շատ հաճախ կանխորոշում են գործի ելքը եւ ճիշտ պահին ճիշտ տեղում արած միջնորդության հետևանքով բազմաթիվ քրեական գործեր, այսօր վարույթներ, ներողություն, այսօր կարճվում են։ Այն դեպքում, երբ որ առանց փաստաբան են այդ ամեն ինչը անում, ցանկալի արդյունքի կամ չեն հասնում, կամ շատ ավելի ուշ են հասնում։ Ու ընդ որում նույնիսկ այնպիսի ցուցմունքներ են տալիս, որը այլևս իրենց դեմ է ամեն ինչ։ Ունենք օրենսդրական փոփոխություն, վերջին փոփոխություններով պայմանավորված, եթե մեղադրյալը առանց փաստաբանի ցուցմունք է տալիս եւ դատաքննության ընթացքում հրաժարվում է այդ ցուցմունքից, դատարանը այդ ցուցմունքին անդրադարձ չի կատարում։ Բայց ի սկզբանե կարելի է կանխել եւ տալ ի սկզբանե արդեն ճիշտ ցուցմունք, ճիշտ ընտրված մարտավարության արդյունքում ձևավորված ցուցմունք, որի պարագայում արդեն շատ ավելի հեշտ է լինում ապացույցների համադրություն կատարել եւ իրականում պաշտպանությունը շատ ավելի ճիշտ ընթացակարգով է ընթանում։ Վերադառնանք խափանման միջոցների, եթե ներկայացվում է համապատասխան միջնորդություն դատարանի կողմից, որոշում է կայացվում, որ պետք է տվյալ անձի նկատմամբ կիրառվի խափանման միջոց, անցնում է ժամկետը, անցնում է, դրանից հետո ինչ ընթացակարգ է լինում, ինչ է լինում, քննիչը նորից է ներկայացնում, թե օրինակ կալանքի համար ներկայացվում է միջնորդություն 2 ամիս, 2 ամիսը անցնում է,
Դրանից հետո անձը ազատվում է շարունակական կալանքի մասին ենք այս բանը խոսում։ Առհասարակ խափանման միջոցների։ Ի սկզբանե առաջին անգամ, երբ որ վարույթ իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացնում խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, այս պարագայում որպես արդարացում կարող եմ ասել, որ կարող եւ ամբողջ ծավալով ապացույցներ չներկայացնել, որովհետեւ ժամանակը սուղ է եւ հասկանալի է, որ այս կարճ ժամանակում վարույթ իրականացնող մարմինը չի կարող ձեռք բերել անհրաժեշտ փաստաթղթերը։ Առաջին անգամ կալանք ներկայացնելու դեպքում, այո, ես ինքս էլ որպես փաստաբան ինչ որտեղ արդարացնում եմ քիչ ապացույցներ ներկայացնել է, բայց դա բնականաբար չի նշանակում, որ առհասարակ առանց ապացույցի ներկայացման հիմնավոր կասկածի շեմը կարող ենք համարել հաղթահարված եւ անձին կալանավորել։ Շարունակական կալանքի դեպքում արդեն այլ է ամբողջը, որովհետեւ շարունակական կալանքի դեպքում ունենք ներպետական ինչպես օրենսդրությամբ նախադեպային որոշումներ, այնպես էլ Եվրոպական դատարանի կողմից նախադեպեր, համաձայն որի շարունակական կալանքի դեպքում ոչ միայն պետք է շարունակվի պահպանվել կալանքի հիմքերն ու պայմանները, այլ նաև քննիչի ջանասիրությունը պետք է հիմնավորել։ Այս դեպքում արդեն գործ ունենք քննիչի ջանասիրության հետ, եթե քննիչները նորմալ աշխատում են, միգուցե կարողանում են հասնել արդյունքի եւ դատարանն էլ այդ խափանման միջոց կիրառելու ժամկետը երկարաձգում է, եթե ոչ, ես կարող եմ պրակտիկ օրինակներով ասել, ես ունեցել եմ կոնկրետ դեպք, երբ վարույթն իրականացնող քննիչը խափանման միջոցը երկարացնելու ժամկետի վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել եւ այդ 2 ամսյա ժամկետում ընդամենը 5 հարցում էր իրականացրել, այսինքն շատ պատշաճ ծերեսը ջանասիրություն էր ցուցաբերել եւ դատական քննության ընթացքում արդեն համապատասխան հարցադրումներով կարողացանք հասնել նրան եւ պայմանական ասենք ընդունեցինք այդ 5 հարցումների համար թող ծախսի լավ 5 ժամ առավելագույնը, բայց չէ որ 2 ամսում անձին կալանավորել են։ Այսինքն քննիչի անգործության հետևանքով որևէ դեպքում չպետք է դուժի մեղադրյալը եւ արդարացված է քաղաքացիների մեղադրյալների կալանք այնքան ժամանակ, քանի դեռ վարույթն իրականացնող մարմինը ակտիվ աշխատում է։ Պասիվ աշխատանքի դեպքում արդեն անձը անհապաղ ենթակա է ազատ արձակման, այսինքն չի կարող միայն այն պատճառաբանությամբ, որ օրինակ միջնորդություն եմ նշանակել, որոշումը չեմ ստացել, անձը չեմ կարողանում կանչել հարցաքննության, այդ պատճառաբանություններով կալանքների ժամկետը երկարացնելը դա, չգիտեմ, աբսուրդ է։ Ոչ իրավաչափ, կոպիտ ասած, անձը տվյալ անձը ինչ մեղավոր է, որ դու ուշ ես ներկայացրել հարցումը, բնականաբար անձի իրավունքը ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային դատական քննության իրավունք եւ եթե անձին կալանավորել են, ապա այս պարագայում պետք է ամենից պարտավորեն ձեռնարկեն համապատասխան քայլեր, որպեսզի այդ անձի ազատության զրկումը լինի իրավաչափ։ Շատ դեպքերում նույնիսկ միջնորդություն, որ ներկայացվում է, հաջորդ միջնորդությունը լինի նույն բովանդակությամբ։ Որևէ բան չկա իրականում, այո, բլանկետային ձևակերպումներով միջնորդություններ ներկայացնում են դատարան եւ եթե փաստաբանի բախտը վերում անգնում է այդ միջնորդության քննարկումը նորմալ դատավորի մոտ այդ նույն հիմքով բեկա մերժվում է միջնորդությունները, իսկ եթե այնպիսի դատավորներ են, ովքեր որ իրենց հետաքրքիր չի իրականում ինչ հիմքեր ու հիմնավորումներ կան, պայմաններ առկա են թե ոչ, նույն միջնորդությունը արտատպում են եւ ընդամենը մեկ տողով գրում միջնորդությունը ենթակա բավարարում են։ Ու հետո անընդհատ նույն ձևով, ոնց որ կոպիտ ասած կարուսելի նման պտտվում է 2 ամիս, 2 ամիս, 2 ամիս։ Իսկ մնացած խափանման միջոցների դեպքում կալանքից զատ։ Տեսեք, դատարանի որոշմամբ միայն կալանքը, տնային կալանք եւ վարչական վերահսկողությունն է։ Մնացած խափանման միջոցները որպես այդպիսի հանդիսանում են այլ ընտրանքային խափանման միջոցներ եւ արդեն դրանք կիրառվում է կամ քննիչի կամ հսկող դատախազի համաձայնությամբ քննիչի կողմից։ Այս դեպքում ժամկետային սահմանափակումներ չունենք, նախաքննության ընթացքում միջդատական վարույթում կալանքի ժամկետներ ունենք, ոչ մեծ ծանրության հանցագործությունների դեպքում 4 ամիս, միջին ծանրության հանցագործությունների դեպքում 6, ծանրի դեպքում 10-12 եւ միջդատական վարույթում արդեն կալանքի առավելագույն ժամկետը 2 ամիսն է, իսկ դատական վերահսկողության տիրույթում արդեն 3 ամիսը 1։ Դրանք ժամանակային սահմանափակումներն են կալանքի։ Պրակտիկայում այդ ժամկետները օրենքով որ նախատեսված է հստակ պահպանվում է, թե այնուամենայնիվ չեն պահպանվում։
Տեսեք, օրենքը հստակ հնարավորություն է տալիս ոչ մեծ միջին ծանրության հանցագործությունների դեպքում 1 ամիս ժամկետով երկարաձգել, ծանր եւ առանձնապես ծանրի դեպքում 2 ամիս, այսինքն սահմանված ժամկետից զատ 2 ամսով կարելի է նախաքության ժամկետը երկարաձգել։ Դրանից ավել օրենսդրական կարգավորումներ չունենք, այսինքն այդ ժամկետն այն մաքսիմալ ժամկետն է, որի ընթացքում կամ մեղադրանքը հիմնավորվում է եւ մեղադրական եզրակացություն ուղարկվում է դատարան, կամ առհասարակ քրեական վարույթը կարճվում է։ Այսինքն օրենսդրական նորմերը հստակ պահպանվում են քննիչների կողմից, իսկ օրինակ ինչ խախտումներ եք նկատում հենց այս ոլորտում ժամկետներից, ոչ միայն ժամկետներից, առհասարակ։ Պրակտիկայում ինչ նմանատիպ խնդիրների կամ, այսպես ասած, ոչ օրենսդրական իրավիճակների եք բախվել ձեր հաճախորդները։ Ժամկետների մասով, որ ասեմ, այդպիսի խախտումներ արձանագրվել են իմ վարույթում առկա քրեական գործերով, սուտ կլինի։ Հիմնական խախտումները արձանագրել են կանոնական խուզարկություններ կատարելու ընթացքում, հիմնական ժամկետները, հիմնական խախտումներ արձանագրել ենք նաև այդ քննիչի ջանասիրության հետ կապված, երբ որ անհարկի միջնորդություններ են ներկայացնում կալանքի ժամկետները երկարաձգելու մասով իրականում կարելի ասել մեծամասնության մոտ հենց այդ խնդիրն այլ խնդիրների հետ չեմ բախվել ճիշտ ասած այս ընթացքում։ Ու նաև լինում է, չէ, որ միջնորդությունները ժամանակային առումով այնպիսի ժամանակ են ներկայացում դատարանին, որ դատարանը, չգիտեմ, օրինակ ունեցել եմ դեպք, որ գիշերը ժամը 12-ին են ներկայացրել, եթե խորամանկություններ են անում։ Այո, իրականում լինում են այդպիսի դեպքեր, սակայն ներկայիս օրենսդրությամբ հստակ կարգավորումներ ունենք, այդ ժամկետի մասով, այսինքն ձերբակալման առավելագույն ժամկետը 72 ժամն է, իսկ եթե այդ ընթացքում արդեն անձի նկատմամբ պետք է հանրային քրեական հետապնդում հարուցվի 60 ժամ առավելագույն տևողությունն է, այն 12 ժամը արդեն դատարանի համար է, 12 ժամվա մեջ դատարանը պետք է որոշում կայացնի։ Եվ եթե օրինակի համար ձերբակալումը եղել է գիշերը 12-ին, բնականաբար ժամկետը այդ 60 ժամը միգուցե կարա համընկնի գիշերվա ժամի հետ։ Նրա համար այդ մասով, որ ասեմ, ուղղակի դիտավորություն սուտ կլինի, սակայն նախկինում շատ էր դեպքերը, երբ օրինակ գիտեին հերթապահում այս դատավորնա, միջնորդությունը չէին ներկայացնում այնքան ժամանակ, հանդերձ այդ դատավորը հերթապաճեր այդ օրը, որպեսզի հստակ կալանքի որոշումը վերցնեին։ Որ ասում են լավ փաստաբան են փաստաբանը, որ գիտի լավ օրենքներ, լավագույն փաստաբան այն փաստաբանը, որը գիտի դատավորին, հիմա քննիչների դեպքում երևի լրիվ նույն մոտեցում են քննիչներն իրականացնում հենց այս խափանման միջոցների մասով։ Ու նաև կուզենայի նաև խոսենք խափանման միջոցները, եթե օրինակ դինում է կալանքը ժամկետի հետ կապված երկարաձգվում է, հետո դատարանը պատիժ է կիրառում, կիրառումը 3 տարի ազատազրկում։ Արդյոք խափանման միջոցի այն ժամկետները, որ ինքը մի տարի, կոպիտ ասած, անիմաստ նստել էր, լրացվում է, թե դուրս է գալիս, ոնց է այդ ամեն ինչը կարգավորում։ Ես միջև ձեր հարցին անդառնալը նաև շատ կարևոր դիտարկում այդ մասով, իրականում պրակտիկայում էլ շատ հաճախ է կիրառվում, օրինակ ոչ մեծ ծանրության հանցագործությունների դեպքով անձին կալանավորում են, ենթադրենք 2-3 ամիս ժամկետով մնում է կալանավայրում անազատության մեջ, հետո արդեն վերջնական դատական ակտով դատավորը կաշկանդված է լինում։ Միգուցե բոլոր ապացույցները յոքուտ մեղադրյալի են եւ մեղադրյալի նկատմամբ պետք է կայացվի արդարացման վերդիկտ, հետո արդեն վերջնական դատական ակտ, բայց քանի որ միջև դատարան գալը արդեն իսկ մեղադրյալը մի քանի ամիս անազատության մեջ է գտնվել, դատավորները որպես կանոն նվազագույն ազատազրկման ձևով պատիժ են նախատեսում եւ համարում են որպես պատիժը կրած։ Սա այդ մասով, որ ամեն կերպ անում են ամեն ինչ, միայն թե չարդարացնեն անօրինական կալանքները, իսկ արդեն ձեր ասած մասով, եթե օրինակ, չգիտեմ, 3 ամիս, 5 ամիս, 6 ամիս անձը գտնվել է անազատության մեջ, վերջնական պատիժ է սահմանվում, օրինակի համար 4 տարի 6 ամիս ժամկետով, այդ ժամկետը հաշվանցվում է, այսինքն վերջնական պատիժ սահմանվում է 4 տարի, եթե մինչև այդ 6 ամիս արդեն իսկ ազատազրկման վայրում է գտնվել անձը։ Դուք որ ներկայացրիք հենց առաջին օրինակը, ես մի բան պատկերացրի, որ դա ոնց որ առևտուր լիներ, հա, դատավորի ու տվյալ անձի միջև
ես այդ ամենը այտենց դիտարկեցի, դրա առևտրային ինչ-որ գործարք լիներ։ Դա շատ կոպիտ իրականում դիտարկում էր, բայց ունենք այն ինչ ունենք։ Ցավոք պրակտիկայում այսօր բազմաթիվ են նմանատիպ դեպքերը եւ չենք կարող ուղղակի չարձանագրել կամ աչք փակել անցնել առաջ։ Միգուցե պետք է որ այո, հանրայնացնենք, որպեսզի այդ նույն դատավորներն էլ հասկանան, որ եթե դատական քննության ընթացքում անձի մեղավորությունը չի հիմնավորվում, չփարատված բոլոր կասկածները պետքա փարատել օգուտ մեղադրյալի եւ չկաշկանդվել դրանից առաջ անօրինական կալանքով, թող իրականում մտածեն այն մարդիկ, ովքեր այդ անօրինական կալանքի հեղինակն են եղել եւ ում թողտվության արդյունքում այդ անօրինական կալանքները կիրառվել են։ Եթե տվյալ անձը նաև նրա փաստաբանը, պաշտպանը այս դեպքում համաձայն չեն առհասարակ կալանքի որոշման հետ, ունեն հնարավորություն բողոքարկելու։ Իհարկե, եթե օրինակ միջդատական վարույթում անձի նկատմամբ ընտրվում է ցանկացած խափանման միջոց, որի հետ ինչպես մեղադրյալը, այնպես էլ նրա պաշտպանը համաձայն չեն, հնարավորություն են բողոքարկելու, եթե այդ խափանման միջոցները ընտրվել է քննիչի կողմից հսկող դատախազին, այնուհետև վերադարձ դատախազին, իսկ արդեն դատարանի կողմից ընտրված խափանման միջոցների դեպքում վերադարձության կարգով վերաքննիչ դատարան, հետո արդեն վճռվեք դատարան։ Ու նաև հնարավորություն կա մի հետ, չէ, եվրոպական դատարան ազատության իրավունքական օրենսդրության բոլոր միջոցները սպառելուց հետո, այո, անձը իրավունք ունի եւ կարող է իրավունքների պաշտպանությունը հայցել միջազգային այցաններով, այս դեպքում եվրոպական դատարան դիմելով։ Իսկ օրինակ, եթե ընթացքում, չգիտեմ, դուք նմանատիպ գործ ունեցել եք, թե չէ, ընթացքում անձը ունենում է, բախվում է առողջական խնդիրների, իր հարցը ոնց լուծվում, ինչ որ տանում են համապատասխան բաժին, թե տվյալ անձը խնդիրները ասելով ինչի նկատի ունեք մեղսունակության հետ ենք։ Ոչ միայն մեղսունակության, այլ նաև առողջական խնդիրներ ունեք կալանավայրում անհամատեղելի է, եթե նկատի ունեք։ Ինչ-որ հիվանդություն է ձեռք բերում կալանավայրում։ Հասկանանք ինչ հիվանդություն եւ արդյոք համատեղելի է կալանքի հետ այդ հիվանդությունը թե ոչ, որովհետեւ եթե կալանքի հետ անհամատեղելի է, անձին ենթակա է բնականաբար ազատ արձակման։ Եթե բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների վարույթ է, արդեն պետքա վերափոխվի վարույթն էլ, այսինքն ընդհանուր վարույթից անցում կատարեն բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների վարույթի այս պարագայում։ Իսկ դե անմեղսունակության դեպքում բնականաբար անձի նկատմամբ պատիժ չի սահմանվում եւ անձը հարկադիր բուժման է ենթարկվում։ Իսկ եթե ունի օրինակ ինչ-որ հիվանդություն է ձեռք բերել, մրսել է, հիվանդացել է, դրանք արդեն պատժի հետ համատեղելի են, ձեր ասած, չգիտեմ, գրիպ վիճակ կամ մնացածը, դրանք պատժի հետ համատեղելի են, համապատասխան կալանավայրերում կան բուժկետեր, որտեղ դիմելով անձին տրամադրում են համապատասխան դեղորայք, իսկ եթե օրինակի համար չկան այդ բուժկետերում համապատասխան միջոցներ, անձը կարող է իր միջոցների հաշվին ստացիոնար բուժման ենթարկվել։ Ամեն դեպքում իմանամ, որ նման իրավունքներ ունեն դիմելու, որ գնան բուժան, որտեղ շատ դեպքերում մարդիկ ունեն նման խնդիրներ եւ առհասարակ չեն ստանում համապատասխան օգնություն։ Պետք է բարձրաձայնեն հարցը, ցանկացած խնդիր, որպեսզի իր լուծումը ստանա, պետք է դրա մասին խոսել։ Պետք է բարձրաձայնել, որպեսզի համապատասխան քրեակատարողական հիմնարկներն էլ, քրեակատարողական հիմնարկի բուժկետերն էլ իմանան, որ կան քաղաքացիներ, ովքեր ունեն այսինքն որոշակի թվով դեղորայքի պակաս, եւ եթե այդ դեղորայքը օրինակի համար չի հատկացվում իրենց, ապա պետության հաշվին, պետության միջոցներին պետքա ձեռք բերեն եւ տրամադրեն կալանավայրին։ Քանի որ կալանավորը կալանավայրում գտնվելու ընթացքում ամբողջությամբ կալանավայրի վերահսկողության տակ է, այսինքն հիվանդ կլինի, առողջ կլինի, այդ մասով հոգում է վարչակազմը, քրեակատարողական հիմնարկի վարչակազմը։ Իսկ օրինակ պաշտպաններ ունեն հնարավորություն ներկայացնելու այնպիսի ապացույցներ, որ տվյալ անձը իրեն կոպիտ ասած խելոք է պահել, պատշաճ վարկագիծ է ցուցաբերել, մեղմ պատիժ վերցնելու մասով է քարտը։ Չէ, կալանավայրում, որ հետագայում երբ որ միջնորդությունը ներկայացում կալանքի ժամկետը երկարաձգելու, պաշտպանը ներկայացնի ասել, որ ամեն ինչ ըստ այդության փաստաբանական հարցման մասին է խոսում, հա, այդ հնարավորությունը ունեն։ Իհարկե, փաստաբանը իրավունք ունի ինքնուրույն ապացույցներ ձեռք բերելու, ինչպես նաև անձանց փաստաբանական հարցման ենթարկելու եւ ցանկացած ապացույց, որը իր պաշտպանյալի օգտին է եւ բխում է իր պաշտպանյալի իրավունքներից, կարող է ձեռք բերել եւ ներկայացնել այդ ձեր ասած անձը բնութագրող տվյալները օրինակի համար։ Կալանավայրում գտնվելու ընթացքում արդյոք
իրեն դրսևորել է պատշաճ, արժանացել է խրախուսանքի, թե չի արժանացել, ինչպես նաև հաջողությամբ կարող է եւ տուժեր ունենալ։ Այսինքն ցանկացած բնույթի տեղեկատվություն, բաց է փաստաբանի համար, փաստաբանական հարցման, փաստաբանը կարող է ձեռք բերել այդ ապացույցը եւ օգտագործել։ Այսինքն քննիչը եթե նույնիսկ պատշաճ ջանասիրություն չի ցուցաբերում, գոնե այս պարսպանը կարող է պատշաճ ջանասիրություն ցուցաբերի օգուտ պարսպանյալին, որ դա հիմք հանդիսանա դատարան ներկայացնել, ասել, որ ի վերջո այս խափանման միջոցը, որ դուք կիրառում եք, իր նպատակային անհամաչափ է, տվյալ անձը իրեն շատ ճիշտ է պահել, որևէ խախտում թույլ չի տվել, այսինքն իմաստ չունի, որ մարդը մնա անազատության մեջ։ Այո, ներիվ կիսիմամ ձեր տեսակետը։ Պրակտիկայում կարող է պրակտիկայում այդ ամեն ինչը կիրառվում է ու ունենա իր, այսպես ասած, տրամաբանական նպատակին հասնի։ Այդ խնդիրներին երբևէ չենք բախվել։ Իսկ առհասարակ տվյալ ձեր պրակտիկայում ինչ խնդիրների եք բախվել, որոնք որ այսպես շատ յուրահատուկ են, որ նմանատիպ դեպքեր չեն եղել ինչ որ այլ մարդու այլ մասնագետի մոտ, որ դուք առաջին անգամ եք բախել ու զարմացել եք, որ հնարավոր է, որ այսպիսի մոտեցում ցուցաբերեն։ Չէ, իրականում չեմ կարծում, որովհետև բոլոր փաստաբաններն էլ հիմնականում բախվում են նույն խնդիրներին, այսինքն ինչ որ արտառոց դեպք, որ այս պահին կարողանամ վերհիշել եւ ներկայացնել, որ միայն բացառապես ինձ հետ է տեղի ունեցել, այդպիսի դեպք չեմ կարող ֆիքսել։ Սկզբնական շրջանում շաբաթ-կիրակի օրերին փաստաբաններին արգելում էին քրեակատարողական հիմնարկներ մուտք գործել, բայց հիմա ժամային սահմանափակումներ չկա, շաբաթ-կիրակի օրային սահմանափակումներ չկա, այսինքն դրա մասին չեմ ցանկանում բարձրացնել, որովհետև դա անցած էտապ է, ես կարծում եմ այս պահին որևէ փաստաբան նման խնդրի չի բախվում։ Այ որ օրենսդրական փոփոխություններից հետո ավելացավ տնային կալանքը, ձեր կարծիքով տնային կալանքը ըստ էության ինքը ունի, իր նպատակին հասնում է, որպես այդպեսին, թե ինքը անիմաստ ինչ-որ տեսակախափանման միջոց է։ Տնային կալանքը ի սկզբանե ներդրվեց, որպեսզի նվազի կալանքի բավարարման թվերը, այսինքն որպեսզի կալանք այլևս չկիրառվի կամ համեմատաբար քիչ կիրառվի, սակայն նույն ինտենսիվությամբ կալանքը շարունակում է կիրառել եւ տնային կալանքը չեմ կարող ասել, որ ինքը ինչպես դուք որակեցիք անօգուտ, այլընտրանքային խափանման միջոց է, որովհետեւ ցանկացած խափանման միջոց որոշակի նպատակի է ծառայում։ Այստեղ կարող եմ ասել դրա բացասական հետևանքները եւ կրկին հողում կատարել իմ պրակտիկային։ Մենք վերաքնիչ բողոք էինք բերել խափանման միջոց կալանքի ժամկետը երկարացնելու որոշման դեմ եւ կոնկրետ իմ պաշտպանյալը դատավորին խնդրեց, որ իր նկատմամբ ընտրված տնային կալանքը վերափոխեն կալանքի, որովհետեւ անհնար է տնային կալանքի պայմաններում գտնվել ընտանիքի անդամների հետ նույն հարկի տակ եւ ամեն օր լսել, թե ինչպես է իր մանկահասակ երեխան իրեն ասում, արի գնանք միասին դրսում զբոսնենք ու ինքը չգիտի ինչ պատասխանի իր երեխային կամ տեսնում է, որ ընտանիքը ծայրահեղ վիճակում է ֆինանսական առումով եւ որևէ կերպ այո չի կարողանում օգնել։ Այսինքն ես կարծում եմ, որ իրականում տնային կալանքը շատ ավելի հոգեբանական մեծ ներգործություն ունի անձանց մեղադրյալների համար, քան սովորական կալանքն է, որովհետեւ կալանքի պարագային նորից եմ ասում պետության հաշվին մեղադրյալը սնվում այնտեղ ես շատ հաճախ կատակով ասում եմ կարճաժամկետ արձակուրդի են գնացել, իսկ տնային կալանքի դեպքում չեմ կարող այդ հումորը ինձ թույլ տալ, այսպես ասեմ, որովհետև իրականում շատ բարդ է օրը 24 ժամ տանը լինել ու չկարողանալ կիսել ընտանիքի հոգսերը, այն մինիմալ, հոգատարությամբ չկարողանալ արժանացնել երեխաներին, չես կարող երեխայիդ բացատրել, որ չեմ կարող քեզ հետ դուրս գալ։ Դա արդեն իսկ հոգեբանական մեծ ճնշում է, ես կարծում եմ։ Ճիշտ եք ասում, եկուց կալանավայրում դու ամբողջովին հասկանում ես, գիտակցում ես, որ զրկված ես ամեն ինչից, իսկ տան պայմաններում կիսատ է կոմոդ, ասում ես գիտակցմանը ավելանում է նաև այլ գիտակցումներ, որոնք որ այո մեծ հաշվով հենց հոգեբանական ճնշում է։ Իսկ օրինակ տնային կալանքի դեպքում եթե հյուր են ունենում, չեն թողնում, որ մարդու հետ շփվի, սահմանափակում է, այո, դատարանը սահմանափակում է անձանց շրջանակը, ում հետ որ պետքա մեղադրյալը հաղորդակցվի։ Իսկ մեր դատարանները հիմնականում մաքսիմալ սահմանափակում են, այսինքն միայն փաստաբան եւ
տան անդամների հետ շփումը լինում։ Կոպիտ ասած 2 ամիս ոչ մեկ տուն չի մտնելու։ Այս մոտեցումն է։ Շատ իրականում շատ տարօրինակ մոտեցում է։ Ես միգուցե որ հին օրենսդրական նորմերով եմ, հա, մտածում եմ որ կալանք միայն կալանավայրն եմ պատկերացնում, չեմ պատկերացնում շուտ տնային կալանք, որտեղ անվիճակներ են։ Ես այսպեսի բան ասեմ, ես իրական շատ տեսնում եմ, որ իմ գործընկերները շատ հաճախ իրենց Facebook-յան էջերում, հա, on-line հարթակներում որպես հաջողության հասնելու գրավական, օրինակ կիսվում են, որ այսինչ դատավորը բավարարեց մեր միջնորդությունը, կալանքը վերափոխեց տնային կալանքով ու դա ներկայացնում է որպես հաղթանակ։ Անկեղծ երբևէ չեմ հասկացել այդ մարդկանց համար ինչն է հաղթանակ։ Կալանք տնային անդամների հետ է։ Կալանք թե տնային կալանք տարբերությունը որն է։ Ինձ համար հաղթանակը, երբ որ դու ունես արդարացման դատական ակտ, այսինքն այդ անձը լիովին ճանաչվել է անպարտ եւ կարող է անգամ պետությունից պահանջել նյութական ոչ նյութական վնասի փոխհատուցում։ Այս է ես դիտարկում եմ հաղթանակ, բայց որ կալանքը վերափոխվեց տնային կալանքով, ասեմ ավելին համակցված բացակայելու արգելքով կամ վարչական հսկողությամբ, ներողություն ես կամ որ կիսում այդ տեսակետը, ես դա հաղթանակ չեմ որակում։ Կամ որ տվյալ անձը մենակ է ապրում։ Այդ դա ամենաշատ իրականում շատ ցավոտ խնդիր է, որովհետև եթե տնային կալանքի պայմաններում անձը մենակ է ապրում, սնունդի ապահովման խնդիր ունի։ Այդ դեպքում պետք է իրեն սնունդ հատկացնի։ Կամ առողջական խնդիրներ ունեցավ։ Հա, ով է բուժել։ Պետք է առաջին բուժօգնություն ցուցաբերի, օրենսդրական շատ բացեր ունեն եւ մինչեւ տնային կալանք ինստիտուտը ներդնելը եւ դա կիրառելը, ես կարծում եմ պետք է գոնե որոշակի փորձաշրջան անցնել այդ ամեն ինչը, հասկանային կարծոք արդյունավետություն ուներ թե չուներ, հետո նոր փորձեինք ինչ որ չափով նաեւ այդ կալանքների տնային կալանքների թիվը մեծացնել, որովհետեւ կան խնդիրներ, որոնց բախվում ես բացառապես պրակտիկայի։ Այո, լիցարապես շատ հեշտ է ամեն ինչը պատկերացնել, ներկայացնել, բայց արդեն այլ հարթակներում, երբ որ դու պետք է այդ խնդրի պատասխանը հստակ գտնես, իրական պատասխան չկա։ Հատկապես որ դուք ձեր օրինակը որ ներկայացրեցիք, նույնիսկ տվյալ անձը եթե կալանավայրում է գտնվում, ինքը շփվում է իր նման մարդկանց հետ, ովքեր որ նույն հոգեվիճակում են գտնվում, իսկ տան պայմաններում քո ընտանիքի անդամները չեն զգում, չեն հասկանում այն վիճակը, որ դու այդ պահին ունես։ Բացի դա անդադ մեղադրող հայացքներ, անդադ ինչուներ, անվարջ հարցեր, ամեն դեպքում դժվար է, չգիտեմ, տնային կալանքի տակ գտնվող անձի հոգեվիճակը ինձ համար ավելի խոցելի է, քան կալանավայրում գտնվող կալանավորի հոգեվիճակը։ Ճիշտ եք ասում։ Իսկ առհասարակ ինչ խորհուրդ կտաք քաղաքացիներին, ովքեր որ բախվել են նման իրավիճակների։ Նման իրավիճակների, այսինքն խափանման միջոց է իրենց նկատմամբ կիրառվել կամ առհասարակ ձերբակալել են ու հետո պետք է նրանց նկատմամբ համապատասխան որոշում կայացվի։ Նախ սկզբանե խորհուրդ կտամ քաղաքացիներին զերծ մնալ հանցավոր գործունեություն իրականացնելուց եւ անօրինական վարքագիծ դրսեւորելուց, բայց եթե այնուամենայնիվ արդեն խնդիրը ունենք, պետք է գտնել լուծումներ, իսկ այդ լուծումները ճիշտ եւ գրագետ փաստաբան ունենալն է, ես համարում եմ քայլը ինձ համար պատրաստված փաստաբանի դիմելն է, որից հետո արդեն փաստաբանի հետ համապատասխան մարտավարություն ընտրելը եւ քայլերի հաջորդականությամբ փորձել հասնել ցանկալի արդյունքի։ Միայն սա կարող եմ խորհուրդ տալ։ Արմինե ջան, շատ շնորհակալ եմ ձեզ, իրականում դուք ներկայացրեցիք այն կասրատիպային մոտեցումը, որ մարդիկ շատ դեպքերում տարբերում են եւ չեն հասկանում, որ խափանման միջոցը դա ազատազրկում չի, դա պատիժ չի։ Շնորհակալություն ձեզ հետաքրքիր թեմային անդրադառնալու եւ հետաքրքիր տեղեկատվություն տրամադրելու համար։ Շնորհակալ եմ ձեզ։ Շնորհակալ եմ ես, շնորհակալ եմ նաեւ հրավերքի համար։ Չմոռանաք հետևել Buzz TV YouTube-ի անալիքին ըստ օրենքի հետագա ոդկասթները դիտելու համար։